Ուրեմն Ռոման Ալավերդյան Միկոյանի 64 շենքի բնակիչներից մեկն է։ Այս 4 տարի է ու նախապես ասեմ, մեր այս ակցիան քաղաքականության ոչ մի կապ չունի, ընդհանրապես կապ չունի։ 4 տարի ձգձգելուց հետո բանից պարզվում է, որ մենք մեր հողը բարեկարգման հողատարածք 4000 մետր քառակուսի 0.4 հեկտար արդեն օտարվել է։ Քաղաքապետարանը ասենք հիմնական նախագծից շեղվել, օրենքի խախտում թույլ տալով կադաստրի հետ, թե իրար հետ միաժամանակ չգիտեմ, այդ հողը 4000 մետր օտարել են, որոնտեղ նորից շինություն կառուցել։ Իսկ դա բնակիչների վճարած գումարի տարածքն է դա։ Բարեկարգման տարածք կա, ընդհանուր նախագիծ կա։ Հիմա մեր այսօրվա նպատակը երկու հարց է։ Հարց քաղաքապետարանին, հարց կադաստրին, Ամիոբանկի եւ ոչ բարով մեր NS կառուցապատողին։ Ինչ իրավունքներով, ինչ հիմունքներով են վերցրել այդ հողը օտարել։ 4 տարի, ամեն ինչ սկսվել է 4 տարի առաջ քաղաքապետարանից։ Հայկ Մարությանը, որ ասեց ժիլետը հագած 150 դրամի կռիվ էր անում տրանսպորտի, իր արածնա 4 տարի առաջ կաշառք է վերցրել։ Անունը տվել են նվիրատվություն 6 հատ կամազ կառուցապատողից վերցրել է դրա անունը կաշառք, ուրիշ բան չես կարող ասես։ Մի 6 հատ կամազ, 10 հատ ուազ ու դրանից հետո սկսել են 8-ից 10 անգամ հետաձգել են շահագործումը։ Քիչ տուգանքներով, բան մեզ ով է հատուցելու, այս 4 տարի սպասելուց հետո։ Հիմա հարց, այդքան հետաձգելուց հետո սնանկ է ճանաչել։ Մշակված, կանխամտածված սննկացում է գնացել։ Հիմա հարց։ Հիմա լուրեր են տարածում, որ ասենք բնակիչների մեջ կան մարդիկ, որ սաղ անհամբեր սպասում ենք այդ սեփականության վկայականին։ Բոլորից դրան ենք սպասում, բայց ոչ ամեն գնով։ Այսինքն հող են օտարել դեռ 4000 մետր քառակուսի։ Տնօրենը իմ լսելով կառուցապատողի Համլետ անունով, չգիտեմ ով է։ Հա, կանչում, համոզում, որ պարտք ու պահանջ չունեք, ստորագրի, որ վկայականը տաք։ Չպայմաններ է, այդ ինչ է, հաջորդ հարցը։ Այս 4 տարվա մեջ դիմել ենք էլ վարչապետով, քննչականով, դատախազությունով, բոլորին դիմաց է, ոչ մի արդյունք չկա, ոչ մի լուծում չկա, կամ կառավարությունը այսօր մենք հավաքվել ենք ակցիայի նպատակը, կամ հստակ պատասխան տա, խիակ աշկանդված, ինչ շահախնդրություն ունի կառուցապատողի հետ կապված, որ այս հարցի լուծում չի տալի, 4000 բնակիչ է, չէ, պոտենցիալ 4000 ընտրողը, թե մենք կառավարությանը պետք ենք 3 կետի համար, որպես ընտրող, հարկ վճարող, մեկ էլ աստված ոչ անի, որ պատերազմ լինի, տանը պատերազմ, այդ 3-ն է, ուրիշ բան չկա անելու։ Էսա, որոշ ժամանակ հետո գալու են, չէ, քարավանի նման ընտրություն է, քարոզարշավան են։ Հիմա հարց է ծագում։ Ինչ են անում, ինչ են անելու։ Եթե չբավարարեն ձեր պահանջները, ինչ եք պատրաստվում։ Հաջորդ քայլը մեր, մենք այդպես հույսեր չունենք, որ կբավարարեն, հաջորդ քայլը կոպիտ քայլեր է լինելու արդեն։ Այսինքն, ես չեմ ուզում ինչ որ բաներ ասել, մենք էլ չենք դա ուզում։ Բայց մոբիլիզացվելու է, կտրուկ քայլելու, Դավիթ Հաշենի կամուրջն է փակվելու, մեկ էլ Եղվարդի խճուղին, իսկ ներող կլնեն։ Զովոնը Եղվարդի, ընդհանրապես մեր բնակչությունը անհարմարություն պատճառելու համար, բայց ուրիշ ել չենք տենում մենք։ Հաջորդ քայլը դա է լինելու։ Հիմա հաջորդ հարցը, նույնիսկ կառուցապատողը, ասենք, սնանկ է ճանաչվել, ուրիշ անունով կա էր հիմա կառուցապատողը։ Դուստր ձեռնարկություններով Զեյթունի հանրակացաների մոտ 6 հատ կորպուս է կառուցում էլի, Ֆիրդուսի փողոցում կառուցապատում է անում, ուրիշ անուններով։ Ոնց է կառուցապատում անում, կառավարության համար դժվար է, 4 կառույցների համար ազգային անվտանգություն, քրեական դատախազություն, ինչ որ հավաքել այդ մարդուն, բերել քաշ տալով, ասել ես մարդկանց 4000 հոգուն, 4000 ընտրողին, 4000 արժանապատիվ քաղաքացուն, ես ինչ օրն եք գցել, արա, ով եք դուք, հարցը դա է։ Հիմա մենք այսօր հավաքվել ենք ակցիայի նպատակն է կոնկրետ պատասխան կառավարությունից իմանալու։ Ինչի է շահագրգռված մեր հարցը չլուծելու։ Չի կարողանում, ես էլ հո ներքին հարց է, փոքր հարց է կառավարության ղեկավարի համար։ 5 րոպե հանձնարարություն տա, սա Համլետա խառը կհավաքեն կբերեն, չէ։ Այդ հարցը կլուծես, էլ ներքին հարց է։ Իր իմիջի հարցն է, եթե սա ժողովրդական, իրավական երկիր է, մենք տենց էլ մտածում ենք, որ կա, ապրում ենք տենց երկրում։ Եթե այս շահերը չպաշտպանվեց, եթե մեզ կոնկրետ պատասխան չտվին, հաջորդ քայլն իմացակ որն է արդեն լինելու, որը մենք էլ չենք դա ուզում։ Մենք էլ չենք դա ուզում։ Այս 4 տարի ոչ քուն ունենք, ոչ դադար ունենք, վեր կացած
Ինչքան փաստաբան կա Երևանում, Հայաստանում, սա էս թեման գիտի։ Բոլորը գիտեն։ Սուրանկյունը նկարեց, հետաքննություն արեց, ոչ մի արդյունք, ոչ մեկը չի զբաղվում։ Ինչ եք կարծում, ինչ պատճառով չեն զբաղվում թեմայով։ Չեմ կարող ասեմ, այդ հարցի պատասխանը մենք եկել ենք որ լսենք։ Ինչի համար է կառավարությունը կաշկանդված։ Կառուցապատողը, ես չգիտեմ, մեր հողը ոնց են անօրինական օտարել 4000 մետր քառակուսին։ Ընդհանուր նախագծից առանձնացրել։ Եթե ասեն սիրուն աշկերի համար 4000 հոգու դեմ են գնացել քաղաքացու։ Ինչ որ կառուցապատողի շահ են բաժան 4000 մետր հողը օտարել են։ Այսինքն եթե մեկը ես օրինակ չեմ հավատում, այդ տարիքի չեմ, ես որ հավատամ պրոստը տակ արել են։ Ես չգիտեմ, շահագրգռվածություն ունեն երևի։ Ոնց որ Հայկ Մարությանը ժամանակին է շահագրգռվածությունը, նույնն էլ հիմա է։ Բա օրինական փաստաթղթից այդ հողակտորը վերցնում օտարում եք, որ ինչ լինի։ Այդ դա է հարցը։ Մենք եկել ենք դրանց պատասխանները լսելու, իսկ հաջորդ մեր քայլերը արդեն ես տեղեկացրի, որը մենք դա իրոք չենք ուզում, բայց դե ուրիշ երկ չեն թողել։